Շաբաթ կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ արշավանքն իրականացրին դեպի Սյունիք, կրթվել են Օրաձևե ծրագրի շրջանակներում, որը այլևս կասկած չկա նախընտրական քարոզարշավի մաս է կազմում։ Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որ քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց։ Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ։ Մայիսի 10-ին ամուսինները կապանում էին 11-ին Քաջարանում։ Կապանում հաջողվել էր տեղի ԿՊԱ-ական ակտիվի ջանքերով դահլիճ լցնել։ Քաջարանում հավաքի կադրերից երևում է, որ դահլիճն ամբողջությամբ չեն լցրել եւ դեմքերի մի մասն էլ կրկնվում են։ Կապանից շրջիկ կրկեսի սկզբունքով տգետների դպրոցի ունկնդիրներն ուղեկցել էին իշխանական զույգին։ Մասնակիցների մեջ նկատեցինք, որ շատ էին ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց կոմբինատի ղեկավարության կողմից հրահանգվել էր Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար մասովկա ապահովել։ Որում նկատեցինք վերջերս կայացած գործադուլի մասնակիցներին ԵՊՀ երկլաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, որը միակ դեկանն է, որ ԵՊՀ-ում ընդունել է Աննա Հակոբյանին։ Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պատեառիթներով վստահեցնում են, որ ԿՊ-ում թևեր եւ ճյուղեր չկան, հարթ համերաշխ թիմ են, սակայն իրականությունն այլ է։ Շաբաթ օրը Փաշինյանը Սյունիքում մասնակցել էր նաեւ գեղանկարիչ Հրանտ Դանելյանի արվեստանոց թանգարանի բացմանը։ Նկարչի որդին ԿՊԱ-ական պատգամավոր Դավիթ Դանելյանն է։ Սակայն միջոցառմանը ներկա չէր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը չնայած օդանավակայանում դիմավորել էր Փաշինյանին, սակայն նրա հետ չէր գնացել բացմանը, քանի որ ըստ լուրերի պատգամավորը նրան չէր հրավիրել թանգարանի բացմանը։ Երեկ Դանելյանին հարցրինք այդ մասին, նա չպատասխանեց մեր հարցին, հրավիրել էր արդյոք մարզպետին։ Իսկ միջոցառմանը ներկա էին անգամ համայնքապետերը Գևորգ Փարսյանը, Արուշ Արուշանյանը, Մանվել Փարամազյանը։ Բանն այն է, որ տևական ժամանակ է Դանելյանը աչք ունի մարզպետի աթոռի վրա եւ իր հովանավոր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով փորձում է հասնել դրան։ Նրա ու գործող մարզպետի հարաբերությունները լարված են։ Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը, ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս Ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր։ Արդեն 2 տարի է ԿԳՄՍ նախարարը կրկնում է, թե ունի Ագրարայինի փրկության ծրագիր, գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ նշանակել։ Այս տարի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 98 դիմորդ։ Եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ դիմորդների շուրջ 70-ից 80%-ը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր 20-ից 30 ուսանող։ Իդեպ այս վիճակն Ագրարայինում շարունակվում է սկսած 2021 թվականից։